Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, շարունակում ենք մարգագետնային խոհանոց շարքը։ Այսօր պատրաստելու ենք նորից ուտեստ այդ շարքից։ Բարեկամներ, պատրաստելու ենք մեզ քաջածանոթ հաճարով քաշովի, բայց այստեղ նորից ունենք մենք մարգագետնի այդ հատուկ այսպես ազդեցությունը։ Սովորաբար աճարով մեր քաշովիները պատրաստում են կամ սոխով, սոխառածի մեջ առատ, կամ սոխով սնկով եւ տարատեսակները իհարկե շատ են։ Այսօր մենք պատրաստելու ենք հաճարով քաշովի, սոխառածով եւ սև սալորաչերով մարգագետնային խոհանոցից է սա վերցրած նորից եւ վստահեցնում եմ, որ այս ուտեստը պատրաստվում է մեր գավառներից մեկում։ Բաղադրությունը հաճար, սև սալորաչիր, յուղ առատ, սոխ շատ եւ մի քիչ աղ ու սև պղպեղ։ Պատրաստման եղանակը տապակման միջոցով մենք պատրաստում ենք սոխառածը, որից հետո կավելացնենք աճարը եւ քաշովին կպատրաստենք քաշովի եղանակով։ Սոխը շատ առատ, բայց սկզբից պետք է զգուշացնեմ, անպայման տապակը լավ տաքացնում ենք, դաղում ենք յուղը եւ նոր սոխը խոշոր կտորներով այդ տաք եւ դաղված յուղի կամ ձեթի մեջ նոր պատրաստում ենք մեր քաշովին։ Տապակը տաքանում է, ավելացնենք յուղ, կարող ենք օգտագործել կարագ եւ ձեթ միասին, կարող ենք միայն յուղ։ Ահա այսպես յուղը դաղելուց հետո բարձր ջերմաշանի տակ բնականաբար հաճարը ընտրում ենք եւ նոր արդեն լվանալուց հետո այն ինչ մենք արդեն արել ենք նոր միացնում ենք ուտեստին։ Այսպես դաղվեց ձեթը, յուղը ներողություն, ավելացնում ենք սոխը, թողնում ենք սոխը տապակվի, չրերը կտրատենք, շատ ենք խոսել թթու միջավայրի մասին, բարեկամներ, ուտեստների եւ ուզում եմ եւս մենք անգամ հիշեցնել, որ հատկապես զմռան ժամանակ թթու միջավայր, թթու ուտեստները շատ օգտակար են եւ օգնում են մեր ճիշտ նյութափոխանակությանը եւ ընդհանրապես մեր օգտագործած սննդի շատ արագ եւ լավ յուրացմանը։ Խառնենք սոխը։ Բարեկամներ, տապակվում է արդեն սոխը, տեսնում եք, որ արդեն ունի ոսկեգույն երանգ։ Վերջ, ավելացնում ենք սալորաչիրը, հաճարը, հարթեցնում ենք, եւ եզրից զգուշությամբ ավելացնում ենք ջուրը։ Եռած իջեցնում ենք կրակը, կափարիչը ծածկում ենք, հաղորդման սկզբում նշեցի, որ քաշովի է, այսինքն դանդաղ ջերմաշարի տակ, կափարիչի տակ, բնականաբար պիտի քաշվի, ջուրը քաշվի եւ քաշովին պատրաստ կլինի այն դեպքում, երբ որ արդեն հատիկներով, այսպես հատիկ կստացվի։ Բարեկամներ, մեզանից կպահանջվի 15 րոպե։ 15 րոպե հետո կհանդիպենք եւ կտեսնենք, թե ինչ ստացվեց։ Հարգելի բարեկամներ, 15 րոպեն անցավ եւ քաշովին էլ արդեն պատրաստ է։ Ինչ է մնում մեզ։
մեզ մնում է վերցնել կրակից։ Ահա։ Այսպես տեղադրել մատուցման ափսեն։ Այսպես այսպես հատիկ, պես պիտի մատուցել և լսնեմ և նորից հիշեցնեմ, օգտագործեցինք սոխ, սև սալորաչիր, աճար, կարագ կամ յուղ և շատ սեր ու հոգու ջերմություն, ահա և ուտեստը պատրաստ է։ Պատրաստ է մեր Արարատ սուրբ լեռան տեսքով։ Կողքը տեղադրենք մեր լավաշիկները։ Սա էլ թող Արարատյան դաշտավայրի համեղ լոլիկը։ Մի փոքր կանաչի։ Ահա բարեկամներ, այսօրվա համար այսքանն էինք պատրաստել աճարով քաշովի։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ ուզում ենք, որ մեր բոլորի սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ և այդ ուտեստները թող նպաստեն մեր հաջողություններին։ Մենք լինենք էլ ավելի հայեցի, էլ ավելի առողջ, ազգ սիրենք ու հայրենիք ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հաճարով քաշովի։ Հաճար 300 գրամ, սև սալորաչիր 100 գրամ, սոխ 150 գրամ, յուղ 30 գրամ, աղ, պղպեղ, բարեխորշակ։